խորհրդային օկուպացիայից 105 տարի անց 1921 թվականի փետրվարի 25-ին Թբիլիսի ներխուժեց խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը։ Այս ամսաթիվը երկրի պատմության մեջ գրանցվեց որպես Վրաստանի համար ամենաողբերգականներից մեկը՝ խորհրդականացման օրը։ Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին եւ տապալեց ազատ ընտրությունների միջոցով ընտրված Վրաստանի իշխանությանը։ Առաջին ժողովրդավարական հանրապետության կառավարությունը մեկնեց արտագաղթ։ Երկիրը 70 տարով կորցրեց անկախությունը։ Մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնը Կոջորիի եւ Տաբախմելայի մատույցներն էին, այն վայրերը, որտեղ ընթանում էին երկրի անկախության համար վճռորոշ մարտերը։ Օկուպացիայի ծանրության եւ երկրի համար առկա այս մարտահրավերի մասին զրուցեց Վրաստանի նախագահը առաջին ալիքի եթերում։ Միխեիլ Ղավելաշվիլին ասում է, որ օկուպացիան կրկին հանդիսանում է երկրի գլխավոր խնդիրը եւ իշխանության հայտարարած խաղաղարար քաղաքականությունն էլ նրա խոսքով հենց միասնական Վրաստանում ապրելու հետ է կապված։ Միխեիլ Ղավելաշվիլին անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի կողմից ԻՄԵԴ-ի եւ Պոստիվի հեռուստաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցներին։ Վրաստանի նախագահի համար պատճառը, որով սահմանվել են նշված պատժամիջոցները, անլուրջ է։ Ղավելաշվիլին գտնում է, որ արձագանքը պետք է լինի իրավականորեն հիմնավորված։ Նրա կարծիքով Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարզապես բարձրաձայնում է այս կամ այն որոշումը, մինչդեռ իրական որոշում ընդունողները բավականին մեծ խումբ են, որին տարբեր երկրներում անվանում են թե Deep State, թե գլոբալ պատերազմի կուսակցություն։ Սպառողական գների ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։ Այսօր հանձնաժողովը կլսի 7 դիստրիբուտոր ընկերությունների ներկայացուցիչներին։ Կողմերը կքննարկեն սննդամթերքի շուկայի կառուցվածքը, գների ձևավորման շղթան եւ ոլորտի գործառական գործընթացները։ Տեղեկացնենք, որ մինչ այս խորհրդարանում արդեն անցկացվել է 3 հանրային նիստ։ Ընդդիմության մի մասը հանձնաժողովի աշխատանքին նայում է կասկածամտորեն, իսկ իշխող թիմում փոփոխությունների սպասում ունեն։ Քիչ առաջ ԱՄՆ-ի նախագահը կոնգրեսի առջև ավարտեց իր տարեկան ելույթը։ Թրամփը զրուցեց այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ինֆլյացիան, գործազրկության մակարդակը, միգրացիան, սակագները եւ արտաքին քաղաքականությունը։ Սակագների մասին զրուցելիս նահանգների նախագահը եւս մեկ անգամ անդրադարձավ Գերագույն դատարանի որոշմանը սակագները անօրինական ճանաչելու վերաբերյալ, որը նա անվանեց շատ ցավալի որոշում, սակայն նաեւ նշեց այն, որ գործող առևտրային համաձայնագրի շարունակումը ցանկանում են գրեթե բոլոր երկրները։ Կոնգրեսում խոսքով ելույթի ժամանակ նախագահը նաև հայտարարեց խարդախության դեմ պատերազմը, որը նրա խոսքով կգլխավորի երկրի փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Թրամփը նաև կոչ արեց ժողովրդականներին, որ հաստատեն Ամերիկայի փրկության ակտը, որպեսզի անօրինական օտարերկրացիներին սահմանափակվի ընտրություններում քվեարկելու իրավունքը։ Ազգային անտարային գործակալության պետը հանդիպել է Ռաճալեչխումի Քվեմոսվանեթի պետական ներկայացուցչին եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Կողմերը քննարկել են անտարային ոլորտում նախատեսվող փոփոխությունները եւ անտառների կառավարման նոր պրակտիկան։ Բարեփոխման շրջանակներում հիմնական ուղղություններից մեկը անտառների մոնիթորինգի եւ վերահսկողության ուժեղացումն է։ Ազգային անտարային գործակալությանը վերադառնում է անտառների ֆիզիկական պահպանության գործառույթը, որի համար կառույցին կավելանա 401 անտառապահ։ Հանդիպմանը Բեսիկ Ամիրանաշվիլին ներկայացրել է Ռաճալեչխումի Քվեմոսվանեթի անտառային ծառայության նոր ղեկավար Վախտանգ Ղաճավային։